Մինչև օգոստոսի 31-ը երկար սպասված շահավետ եռանկյունակցիայի շրջանակում ստացեք բացառիկ պայմաններ դուռ, լամինատ և պաստառներ միասին ձեռք բերելու համար։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Սիրանույշ Պապյանն եմ։ Հայաստանի եվրոինտեգրման մասին այսօր արդեն բավարար չէ խոսել միայն այսպես քաղաքական հայտարարությունների մակարդակով, այդ ճանապարհի իրական գինը զգացվում է տնտեսության մեջ։ Ռուսաստանը շարունակում է Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումների քաղաքականությունը, խնդիրներ ստեղծելով հայկական գյուղմթերքի, ծաղկի, կաթնամթերքի, ձկան և այլ ապրանքների արտահանման համար։ Եվրամիությունը Հայաստանին առաջարկում է արտոնյալ հնարավորություններ, բայց դրանց լիարժեք գործարկումը դեռ ընթացակարգային փուլում է և ակնկալիքն այն է, որ դրանք հասանելի կդառնան հոկտեմբերին։ Սակայն շատ ավելի լուրջ փորձությունը կարող է լինել առջևում։ Մինչև տարեվերջ Հայաստանը և Ռուսաստանը պետք է բանակցեն 27 թվականի գազի գնի շուրջ։ Եթե Մոսկվան նաև էներգետիկ կախվածությունը փորձի օգտագործել Հայաստանի եվրոպական ընտրության վրա ճնշում գործադրելու համար, Հայաստանը պետք է արդեն այսօր ունենա այլընտրանքային ծրագիր Եվրամիության, Ֆրանսիայի, Իրանի և մյուս գործընկերների մասնակցությամբ։ Այս համատեքստում առանձնապես կարևոր է հասկանալ, եվրոպական ինտեգրումը մեզ համար միայն քաղաքական ուղղություն է, թե Եվրոպան պատրաստ է Հայաստանի հետ կիսել նաև այդ ընտրության տնտեսական ու էներգետիկ ռիսկերը։ Կապ ենք հաստատել Ֆրանսիա, Փարիզ, զրուցելու ենք ֆրանսահայ հասարակական գործիչ Արման Ավագյանի հետ։ Պարոն Ավագյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Ես եմ շնորհակալ։ Եվ այսպես, պարոն Ավագյան, եվրոինտեգրումը ձեր գնահատմամբ որքանով է այսօր ապահովագրված, այսպես ռուսական տնտեսական հակազդեցությունից, եթե Ռուսաստանը սահմանափակի հայկական գյուղմթերքի, ծաղկի, կաթնամթերքի կամ ձկան մուտքը և 27 թվականի համար կտրուկ բարձրացնի գազի գինը, Հայաստանն ու Եվրամիությունը պատրաստ են հակազդել, կան արդյոք այդպիսի մեխանիզմներ, թե ոչ, համեցեք։ Տեսեք, խնդիրը շատ պարզ է, ըստ իս դեռ նախընտրական շրջանից ի վեր, որովհետև Ռուսաստանը ամեն կերպ բանեցնում է իր տրամադրության տակ եղած գործիքակազմը, այն է փակել, այն է դժվարացնել, այսինքն այստեղ ոչ մի ներողություն, ոչ մի հեշտացման գործընթաց չկա Ռուսաստանի հետ կապերի մեջ և այդ կոնտեքստում դիտարկել, թե Ռուսաստանը հիմա կարող է ինչ-որ մի բան ավելի հեշտացնել մեզ համար, ավելի քան հիպոթետիկ է մի կողմից, մյուս կողմից էլ Եվրոպան այսօր ունի հնարավորությունը Հայաստանին օգնելու։ Հիմա այդ օգնությունը, ներողություն, այդ օգնությունը թե ինչ ձևով կարտահայտվի արդեն պահի տակ կարող ենք պահը ցույց կտա, որովհետև հենց այդ պահին պետք է հասկանալ ինչ կկատարվի, որովհետև նայած թե նույն գազի հետ կապված ինչպես կլինեն, ինչպես կընթանան բանակցությունները, բայց մի բան պարզ է, որ այստեղ Եվրոպան, եթե ինչ-որ օգնություն կամ ձեռք մեկնի կամ ինչ-որ մի պայմանագրային գործողություն առաջ գա, որը կարող է փակել Ռուսաստանի կողմից առաջացված խնդիրները, համենայն դեպս փորձել դրանք լուծել, դա լինել է փոխշահավետ մի բան, որովհետև Եվրոպան շահագրգռված է Կովկասը դուրս բերել ռուսական ազդեցությունից և դրանից ելնելով նրա համար ավելի քան, ինչպես դա նաև վերաբերում է Չինաստանին, դա վերաբերում է Միջին Արևելքին, դա վերաբերում է ընդհանրապես ողջ առողջ հասարակությանը, որը այսօր փնտրում է այլ ուղիներ, քան ռուսական ոչ վստահելի ուղիները, որպեսզի կարողանան հաղորդակցվեն Չինաստանը, Միջին Ասիան, Եվրոպայի, Միացյալ Նահանգների հետ և դրա համար էլ այս ամբողջ կոնտեքստում է դիտարկում այն, որ Ռուսաստանը իր մոնոպոլ դիրքը, որը կորցնում է Կովկասում, փորձում է ամեն կերպ պահպանել, ուրիշ հարց է, թե արդյոք նա ունի դրա գործիքակազմը բացի վախեցնելուց կամ, ասենք, չգիտեմ, փակելուց կամ ինչ որ անում է մինչև օրս։
Տեսեք, պարոն Ավագյան, կարող է արդյոք Եվրամիությունը ֆինանսապես մասնակցել օրինակ նույն Հայաստանի էներգետիկ այսպես անցման ռիսկերի կառավարմանը, նախկինում Ուկրաինայի դեպքում քննարկվել են ռուսական գազի հնարավոր թանկացման հետևանքները մեղմելու այսպես եվրոպական մեխանիզմները։ Հայաստանի դեպքում որքանով է հնարավոր Եվրամիության հետ նախապես պայմանավորվել այսպես սուբսիդավորման, փոխհատուցման կամ հատուկ էներգետիկ հիմնադրամի մասին, որպեսզի Մոսկվան գազի գինը չկարողանա դարձնել Հայաստանի եվրոպական ընտրության վրա այսպես որոշակի հակազդելու գործիք։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունը ըստ իս միջօրս չի սպասել նա եվրոպական միության օգնությանը, նա արդեն իր բազմավեկտորային քաղաքականությամբ կարողացել է նաև կապեր հաստատել իր անմիջական հարևանների հետ։ Մենք այսօր ունենք նաև Իրանը, որը, ինչպես տեսնում ենք, որի շահերից է այսօր բխում զարգացնել Հայաստանի հետ գազամուղի ընդլայնման հնարավորությունները եւ որի համար արդեն գործնական քայլեր են նախաձեռնվում, բայց նաև եկեք չմոռանանք մեր անմիջական մյուս հարևանին, որը ոչ վար անցյալում մեր թշնամիներ եւ մեր հակառակորդներ, դա Ադրբեջանն է, որը եւս կարող է գազ մատակարարել այնպես, ինչպես նա հենց այս պահին օրինակ անում է Ուկրաինայի հետ, նրան ձերբազատելով ռուսական գազի կախվածությունից եւ այդ կոնտեքստում նաև պետք է դիտարկել այս հնարավորությունը բաց միջև անդրադառնալը Եվրոպայի օգնությանը։ Եվրոպան օգնելու է այսպես թե այնպես, Եվրոպայի շահերից է դա բխում, Եվրոպան շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանը նորից անցել է իր սահմանափակումների քաղաքականությանը եւ այսպես թե այնպես օգնություն լինելու է։ Ըստ իս մենք ունենք այլընտրանքային հնարավորություն, բայց ես ի վերջո չեմ հավատում, որ Ռուսաստանը մեզ կտրելու է գազից, որովհետև այսօրվա քաղաքականության մեջ նաև կա տնտեսության էլեմենտը շատ կարևոր է եւ չեմ կարծում, որ Ռուսաստանը ի վերջո մեզ զրկելու է գազից կամ այն թանկացնելու է այնքան, որ մեզ ձեռք չտա ընդհանրապես մեր տնտեսությանը եւ մենք այլընտրանքային ուղիներ փնտրենք։ Սա ոչ այլ ինչ է, քան ընդհանուր առմամբ ուղղակի նախազգուշացում ասենք կամ վախեցնել ասել, բայց ըստ իս այն այլևս չի գործելու։ Պարոն Ավագյան, տեսեք, ադրբեջանական գազը դիտարկեցիք նաև իբրև այլընտրանք, բայց այստեղ սկզբունքային հարց է առաջանում, արդյոք Հայաստանը ռուսական էներգետիկ կախվածությունը պարզապես ադրբեջանական կախվածության փոխարինելու վտանգի առաջ չի կանգնի, որքանով է օրինակ իրատեսական դիվերսիֆիկացված մոդելը միաժամանակ օգտագործելով իրանական ուղղությունը, այդ թվում սվափային մատակարարումների հնարավոր ընդլայնումը, ադրբեջանական գազը որպես աղբյուրներից ընդամենը մեկը եւ եվրոպական աջակցությունը։ Եվ վերջապես ինչպես կարող է Հայաստանը իրական էներգետիկ անկախության հասնել, եթե գազատրանսպորտային ու բաշխիչ առանցքային օրինակ ենթակառուցվածքները շարունակում են գտնվել Գազպրոմ Արմենիայի այսպես վերահսկողության ներքո։ Ինչ խոսք կա այդ խնդիրը, Գազպրոմի այդ դիստրիբուցիայի խնդիրը կա հենց անմիջապես դեպի վերջնական հաճախորդներին կամ ձեռնարկություններին, այդ խնդիրը ըստ իս լուծելի է հաշվի առնելով, որ դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան լուծման ներքո է գտնվում եւ այդ հարցին ինձ թվում է լուծում տալը շատ ավելի հեշտ է, քան թե այն կախված չլիներ մեզանից, դա մեկ, մյուս կողմից ով է ասել, որ մենք ուզում ենք Ադրբեջանից մտնել կախվածության մեջ, այլ ուղղակի ստեղծել կոնկուրենցիոն դաշտ, որպեսզի կարողանան մրցակցել։ Այդ մրցակցությունը շատ կարևոր է նաև, որտեղ որ Ռուսաստանը կգա եւ կառաջարկի, չգիտեմ, $600-700, ինչպես ինքն է նույնիսկ ավել, ինչպես ինքն է դա ասում, այսօր հաշվի չառնելով, որ մենք անմիջականորեն աշխարհ քաղաքական դաշտում չեն գտնում հենց Եվրոպայի սրտում եւ չեն կարող լինել նույն գները, նույն քաղաքականությունը, բայց գազի գների այս քաղաքականության մեջ կարող է Ադրբեջանը ստեղծել այդ գումարային, այսպես ասենք, կոնկուրենցիոն դաշտ բացել, նույնը կարող է անել Իրանը եւ վերջոչը Հայաստանը կարող է օգտվել գազից այդ բոլոր աղբյուրներից, այսինքն դա մեզ չի խանգարելու կախվածության մեջ մտնելու որևիցե մի կենտրոնից։ Ուրիշ բան է, որ այսօր մեկ կենտրոնից կախվածություն լինելը Հայաստանը շատ լավ արդեն գիտի, ինչ է դա նշանակում, հենց այդ ամբողջը այս հիմքում է, այստեղ է գտնվում այս ամբողջ խնդիրը,
որ մինչ օրս մենք գտնվել ենք մի երկրից կախվածության մեջ եւ որը կարծում է թե մեզ կարող է շանտաժի կամ վերջնագրի լեզվով խոսել եւ մեզ ներկայացնել իր պահանջները եւ մեզ պարտադրել այն վեկտորը, որի մասին ինքն է խոսում, մենք դրա մասին չենք խոսում, որը ցանկանում է մեզ պարտադրել։ Չեմ կարծում, որ մենք ադապտացիոն փուլ անցնելով չենք կարող այլընտրանքային աղբյուր գտնել, քան ռուսական գազն է մինչ օրս։ Այսինքն ռուսական շանտաժին, եթե այսպես ձևակերպենք, պարոն Ավագյան, այլընտրանք կա։ Իհարկե կա։ Եթե վերջը չէր մնացել ոչ մի բան, ես համոզված եմ, որ Միացյալ Նահանգները կարող են այստեղ նաև ուղարկել հեղուկ գազ, եթե այդպես ծայրահեղ իրավիճակներին նայենք, ես համոզված եմ, որ չի լինելու այն վիճակը, որը մենք ունեցել ենք ձմեռ, երբ որ բոլորս հիշում ենք այդ մութ ու տարիները, երբ որ փայտ ենք վառում, երբ որ Երևանն էինք ծառահատում, այդպիսի վերադարձ դեպի այդ անցյալը հաստատ չի լինելու, որովհետև այսօր մենք ունենք նոր ռազմավարական գործընկերներ, որոնց շահից է բխում Հայաստանի տնտեսական կայուն իրավիճակը, որոնց շահից է բխում նոր ճանապարհները, որը Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության պայմանագրի կնքման արդյունքում բերում են նոր հնարավորություններ եւ դրա բենեֆիսիարները, դրա օգուտ խաղողները գտնվում են Հայաստանի սահմաններից նույնիսկ շատ հեռու, դա Չինաստանն է, դա Միջին Արևելքն է, Ղազախստանի նման գիգանտն է, որը ուզում է այլընտրանքային ճանապարհներով դուրս գալ դեպի Եվրոպա, եւ ըստ իս այդ ուղղությունը այլևս անկասելի է եւ բոլոր այս ջանքերում Ռուսաստանը վերջիվերջո կորցնելու է շատ ավելի, սկսած հայ ժողովրդի նրա հանդեպ ունեցած վստահության անկումից։ Պարոն Ավագյան, ինչ դեր պետք է ստանձնի Ֆրանսիան այս գործընթացում։ Նշեցիք Միացյալ Նահանգների օրինակ աջակցությունը, օրինակ Ֆրանսիան Հայաստանի եվրոպական ինտեգրման, այսպես կարող ենք ասել, քաղաքական աջակիցներից է, իսկ հայ-ֆրանսիական հարաբերություններն ունեն նաև ռազմավարական բնույթ։ Արդյոք Փարիզի հետ արդեն հիմա պետք է սկսել առանձին էներգետիկ անվտանգության երկխոսություն, Եվրամիության մակարդակով լուծումներ առաջ մղելու ու հնարավոր ռուսական գազային ճնշման դեպքում Հայաստանի դիմակայունությունն ապահովելու համար։ Բնականաբար Ֆրանսիան մեծ դերակատար է Եվրոպական միության մեջ եւ Գերմանիայի հետ դրանք երկու մեծ պետություններն են, որը Ֆրանսիան ավելի քաղաքական առումով եւ Գերմանիան տնտեսական առումով, որոնց հենքի վրա նստած է Եվրոպական միությունը եւ Ֆրանսիան ըստ իս մեծ շատ լուրջ մեծ համար դաշնակից է, որը կարող է մեզ համար պայմաններ ստեղծել, համենայն դեպս մեզ բանակցության նոր ուղիներ բացել։ Ուրիշ հարց, որ ինչը վերաբերում է կոնկրետ գազի, եթե մենք խոսում ենք հենց գազի մասին, Ֆրանսիան ինքը այդ խնդիրներն ունեցել է, գազի հետ կապված, որի լուծումները նա գտել է էլեկտրականությամբ, որովհետև Շարլ դե Գոլից ի վեր վերջիվերջո Ֆրանսիան ունի 40-ից ավելի էլեկտրակայաններ եւ նրանք ակցենտը դրել են այդ նման էներգակիրի վրա եւ պատմությունը ցույց տվեց, որ դա ճիշտ էր եւ Հայաստանին նա կարող է օգնել նույն էլեկտրակայանի հարցում, ուրիշ բան է, որ այնտեղ Ռուսաստանը եւս ներկայությունը ցանկանում է պահպանել, բայց այն որ Եվրոպայում կայացված որոշումների վրա ճնշող ազդեցություն է թողնելու նաեւ Ֆրանսիան, որը այսօր մտնում է 27 թվականին Ֆրանսիան մտնելու է նախընտրական նախագահական փուլ եւ այդ հարցերը Ռուսաստանից կախվածությունը եւ ընդհանրապես Ռուսաստանի ազդեցության գոտիները եւ Ֆրանսիայի դերը դրանում շատ է արծարծվելու եւ ես համոզված եմ, որ Հայաստանին օգնելու մասին խոսակցությունները, որը նաեւ շատ կարեւոր է այստեղ նախընտրական այդ կամպանիայի ընթացքում գրավելու ֆրանսահայերին, այդ նախընտրական գործընթացներում շատ է խոսվելու։ Ուրիշ հարց, որ հողի վրա Ֆրանսիան հենց ինքը անձամբ դժվար թե կարողանա էներգակիր, որից էներգակիր ապահովելու, սակայն նրա դիվանագիտական դերը ավելի քան կարևոր է մեզ համար։ Պարոն Ավագյան, օրինակ ինչ քաղաքական ազդակ է Հայաստանից Եվրոպա գնում այն պահին, երբ ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահություն օրինակ հանձնվում է ուժեղ Հայաստան խմբակցությանը։ Նույնիսկ եթե քաղաքացիական պայմանագիրը հանձնաժողովում պահպանում է մեծամասնությունը, իսկ արտաքին քաղաքական հիմնական օրակարգը ձևավորվելու է նաև քաղաքացիական պայմանագրի ղեկավարած այսպես արտաքին հարցերի մշտական հարաբերությունների հանձնաժողովում, Եվրոինտեգրման հանձնաժողովի
ղեկավարումը եվրոպական ուղու նկատմամբ քննադատական ուժին հանձնելը չի ստեղծում հակասական քաղաքական ու խորհրդանշական պատկեր հենց այն պահին, երբ Հայաստանին Եվրամիությունից շատ ավելի մեծ քաղաքական ու տնտեսական աջակցություն է անհրաժեշտ։ Տեսեք, այստեղ եթե մենք նայենք մեր տեսանկյունից, ինչ խոսք շատ տարօրինակ է հնչում եւ տարօրինակ է, որ Եվրոպա չուզեցող, Եվրոպան ամեն կերպ համարող խնդիր այդ խմբակցության է հանձնվում Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահությունը, որ չի նշանակում, որ դրանով ավարտվեց եւ նրանով են կարող են կասեցնել եվրոինտեգրումը, ոչ, բնավ ոչ, բայց ըստ իս մենք դասա պետք է նայենք նաեւ ոչ մեր աչքերով, այլ նայենք մեր խաղացողների, մեր հետ կամ մեր դեմ խաղացողների աչքերով։ Մի կողմից Ռուսաստանն է, բայց մյուս կողմից նաեւ ունենք Եվրոպական միությունը, որովհետեւ նայեք, եթե վերցնենք Եվրոպական միության պահը, հա, օրինակ Եվրոպական միությունը ինչ խոս նրանք ջատագովն են, նրանք օգնելու են, նրանք միշտ կանգնած են եվրոպական արժեքների, հա, այդ առաջ տանելը շատ կարևոր է Հայաստանում, բայց նաև կա շատ տարրական նրանց համար շատ կա նաև բազմաձայնության, բազմակարծության անհրաժեշտությունը եւ այդ կրիստալիզացիան, որ մի պահ ունենք մեզ մոտ, այդ կարծրացումը որ կար մեզ մոտ ընդդիմության հանդեպ նախընտրական գործընթացների ժամանակ բավականին թեժ էր եւ Եվրոպական միությունը չեմ կարծում թե ողջունում է, որ այդ բազմակարծության շրջանակներում անընդհատ ճնշումներ գործադրվեն ընդդիմության վրա մի կողմից, իսկ թվում է այդ ֆակտորը, բայց կա եւ շատ ավելի կարեւոր ֆակտոր, դա Ռուսաստանի մեղմելն է, հա, նրան ասելով, որ ահա մի ընդդիմություն, որը պրո-ռուսական է, եւ նրան ենք տալիս, այսպես ասենք, մենք բավականին բաց ենք մենք բոլոր հարցերում եւ ահա տեսեք եվրոինտեգրման հարցում հենց ձեր ընդդիմությանն ենք տիտղոսային հանձնում նրա ղեկավարությունը, ըստ իս սա մեղմելու մի միջոց է Հայաստանի կառավարության համար, որը կարծում եմ այս պահին մենք զրուցում ենք շատ դժվար ծանր բանակցությունների մեջ է Ռուսաստանի հետ, որովհետև մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ ռուսները բանեցնելու են բոլոր իրենց ամբողջ գործիքակազմը, որպեսզի կասեցնեն, տեսեք, ամբողջ ինչ որ նրանք անում են հիմա, սրանք բոլորը միտված են, որպեսզի Հայաստանին դուրս բերել եվրոպական գործընթացներին, բայց ինֆինե վերջիվերջո խնդիրը ի՞նչն է, որպեսզի Կովկասը չկորի, մեկ, որպեսզի Եվրոպան իր ներկայությունը չունենա Հայաստանում, երկու, որպեսզի Միացյալ Նահանգները տրիպի նախագծով չկազմվի, գոյություն չունենա, երեք, որպեսզի եւ ըստ այդմ նա Հայաստանի Հանրապետությունով կորցնի իր ազդեցության լծակը նաեւ Ադրբեջանի հանդեպ։ Եվ վերջիվերջո սրանք են խնդիրները, որոնք բերում են, որ Ռուսաստանը մեզ վրա այսքան ուժ է բանեցնում, որպեսզի փորձի մեզ ամեն կերպ ճնշման տակ պահել, բայց Հայաստանի կառավարությունն էլ դատելով այդ ճնշումների ուժեղ լինելը, որովհետև վերջիվերջո դրանք բավականին ծանր կարող են անդրադառնալ մեր տնտեսության վրա, ակնկալում է նմանատիպ գործողություններով Ռուսաստանի, այսպես ասենք, շատ ավելի բարիդրացիական մոտեցումը հարցերին եւ վերջիվերջո պետք է մի բան ֆիքսենք, որ Հայաստանը պահում է իր դերը այս հարցում որպես դուժողի, որովհետև եթե մենք նայում ենք նեյտրալ աչքով նայում ենք, այս գործընթացները սկսել է միմիայն Ռուսաստանը։ Հայաստանը ոչ մի բան չի արել նրա դեմ, Հայաստանը ոչ մի կերպ չի հայտ ներկայացրել Եվրոպական միությանը կամ չգիտեմ ՆԱՏՕ-ական որևիցե կառույցի, որպեսզի դրանով դուրս գա Ռուսաստանի շահերին դեմ, այլ ընդհանրապես Ռուսաստանը փորձում է չթողնել Հայաստանին ինքնուրույն զարգանալ, ունենալ այլընտրանքային ուղիներ եւ վերջ սա է խնդիրը։ Առհասարակ նշեցիք, որ ծանր բանակցություններ են այս պահին տեղի ունենում, պարոն Ավագյան,
Մենք տեսնում ենք, որ ընտրություններից առաջ, ընտրություններից հետո իրավիճակը չփոխվեց եւ անգամ վերջին այցն էլ մեծ հաշվով իրավիճակի վրա մեծ ազդեցություն չունեցավ, հարաբերությունները շարունակում են լարված մնալ, ռուսական կողմից էլ գիտեք շատ հստակ, այսպես ասած, հորդոր կա, որ դրեք ուրեմն հանրակրվե, իրականացրեք, տեսեք ձեր հասարակությունը իսկապես ուզում է գնալ Եվրամիություն, թե ուզում է շարունակել ԵԱՏՄ-ում մնալ, ուրեմն այսօր էլ գալուց ինը մեծ հարցազրույց տվել, հայտարարել, թե Փաշինյանը հանդես է գալիս տրամագծորեն հակառակ ու խճճված հայտարարություններով եւ այլն, այս պարագայում ուրեմն ինչպիսի զարգացումներ, ինչպիսի ելք եք տեսնում հայ-ռուսական հարաբերությունների համեցեք։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունը ամեն կերպ աշխատելու է իր բազմավեկտորային քաղաքականության շրջանակներում։ Հայաստանի Հանրապետությունը մենք տեսնում ենք ինչքան էլ որ մենք մեր գործողություններով միտված լինենք այլընտրանքային ուղիներ փնտրելու եւ դրանք գտնելու եւս, որովհետեւ այսօր հողի վրա տեսնում ենք որ կան ուղիներ, ուրիշ բան է որ այդ ուղիները տնտեսական առումով դեռ այնքան գործուն չեն, որովհետեւ մենք իներցիայով դեռ կապված ենք բոլոր շղթաներով ռուսական շուկայի հետ, դրա մեջ կա պատմական երանգ, դրա մեջ կա լեզվամշակութային երանգ, որտեղ մենք կապված ենք եղել, վերջում մենք բոլորս նախկին Սովետ միության երկրներ են եւ իդերցիայով շարունակում ենք աշխատել այդ շուկաների հետ, բայց եւ այնպես Ռուսաստանը ինչքան էլ որ իր ջանքերը գործադրի, մի բան նրա գործիքակազմը շատ լիմիտավորված է, որովհետեւ եթե խոսքը գնում է Հայաստանի Հանրապետությունից արտահանումներին, դրանք գիտեք այնպիսի թվեր չեն, դրանք այնպիսի արտանումների մասին չի խոսքը գնում, որպեսզի օրինակ Եվրոպական միությունը հնարավորություն չունենա մեզ օգնելու դրանք արտանելու կամ ինչու՞ չէ, Թանապես չարտանելու կամ, չգիտեմ, գցելու, նետելու, չգիտեմ, ձկան հետ կապված, օրինակ, չոր սուբսիդիաներ կան, որոնք թույլ կտան վերջո այդ արտանումները չկատարելու դեպքում, որպեսզի ձեռնարկությունները չտուժեն եւ բանկրոտի չենթարկվեն, սկսած դրանից, վերջացած նրանով, որ այդ արտանումները այսպես թե այնպես կլինեն, բայց մի բան էլ չպետք է մոռանանք, որ վերջ-վերջո կա Թուրքիա-Հայաստան սահմանի մոտալուտ բացման հնարավորությունը, որը ավելի քան ռեալ է այսօր եւ Ռուսաստանը պետք է նաև հասկանա, որ Հայաստանը ինչ էլ լինի, այլևս հետ չի գնալու եւ չի դատապարտված լինելու, ունենալու նույն ճակատագիրը, ինչ որ այս պահին օրինակ ունի Վրաստանը, որը հետընթաց կատարեց եվրոպական յուղուց եւ փորձեց որ լոյալ մնալ Ռուսաստանի եւ արդյունքում տեսնում ենք թե դրանք ինչքան են այսօր դժում եւ ինչպիսի բաղձանքով են նաեւ մեր առաջընթացին, սակայն մենք ի տարբերություն իրենց չենք մոռանում նաեւ իրենց ընդգրկել, որովհետեւ մենք այսօր հարցերին նայում ենք որպես Կովկասը ընդհանուր առմամբ, հա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, ահա 3 երկիր, որ կարող են միասին ունենալ այլընտրանքային ուղիներ եւ այդ ուղիները լինելու են այսպես թե այնպես։ Հիմա այս ճանապարհին ինչքանով Ռուսաստանը կհասցնի մեզ վնաս տալ, դա արդեն կյանքը ցույց կտա, ինչ խոսք կլիներ վնասներ, կկոմպենսացվեն նաեւ այդ վնասները, որովհետեւ մենք ունենք այսօր հզոր դաշնակիցներ Միացյալ Նահանգների Եվրոպական միության տեսքով եւ այսօր այդ ուղղությամբ մտահոգվել ինչ խոսք պետք է, որովհետև մենք լուրջ մարդիկ ենք, բոլորս պետք է մտահոգվենք, որովհետև Ռուսաստանի հետ ամեն ինչ այդպես հեշտ չի, բայց մտածել, որ մենք չունենք այլընտրանք, ոչ, ես համաձայն չեմ դրա հետ, մենք այլընտրանք միշտ էլ պետք է ունենանք, այն սրա համար է, որ այս ամեն ինչը արվում է, որպեսզի այդ այլընտրանքները լինեն, եւ Ռուսաստանն էլ վերջիվերջո պետք է հասկանա, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս իր վասալ պետությունը չէ եւ այն ունի իրավունքը, հատկապես որ նա ժամանակի ընթացքում ինչքան որ պետք է, ինչքան որ կարողացել է դավաճանել Հայաստանի Հանրապետության շահերին եւ այսօր Հայաստանի Հանրապետությունը այլընտրանքային ուղիներ է գտել եւ դրանք շարունակելու է զարգացնել, ինչքան էլ որ դրանք Ռուսաստանին դուր չգան։ Եվ ուրիշ հարց է նաեւ թե Ռուսաստանը արդյոք այս ամիսների ընթացքում որտեղ կհասնի, ուր կհասնի, նրանք կռվի դաշտում ուր են հասել եւ նույնիսկ եթե մենք պատկերացնում ենք, որ Պուտինյան Ռուսաստանը այսօր պատրաստ չէ պատերազմի կանգ առնելուն, բոլոր այս վախերի գործընթացները, որոնք դրանք փորձում են մեզ պարտադրել, ի վերջո դատապարտված են անկման, որովհետեւ չեն կարողանալու մեր ոգին
կոտրել, չեն կարողանալու մեզ պարտադրել ինչքան էլ որ մենք ունենք իրենց կողմից ներդրված այստեղ ընդդիմություն, ինչքան էլ որ փորձելու են մեր բիզնեսմենների շահերին հարվածել, այստեղ արդեն հարց է առաջանում, ինչքանով է եւ ինչքանով պետք է բիզնես շահերը առաջ դնել երկրի ինքնիշխանության պահպանման հաշվին։ Այդ շատ կարևոր հարց է նաև։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ Ռուսաստանը ըստ էության ցանկանում է էքսկլյուզիվ հարաբերություններ, Հայաստանը ըստ էության գնում է դիվերսիֆիկացիայի ճանապարհով։ Ուրեմն ինչ որ կետից պիտի Ռուսաստանը հաշվի նստի Հայաստանի շահերի հետ։ Դուք նշեցիք, որ որքան կարողացել է այս տարիների ընթացքում Ռուսաստանը դավաճանել է Հայաստանի շահերին։ Ինչ որ կետից, բայց ստիպված է լինելու հաշվի նստել, պարոն Ավագյան։ Թե այն հայտարարությունները, որ ձեր ԵԱՏՄ-ից դուրս գալը մեզ վնաս չէ, ուրեմն նայեք թե որքան է կազմում առևտրաշրջանառությունը, հա, այսպես տարբեր թվեր են ռուսաստանցի պաշտոնյաները ներկայացնում, իբրև թե որ ԵԱՏՄ-ն ավելի շատ Հայաստանին է պետք, քան հակառակը։ Ի վերջո ձեր գնահատականը ինչ հանգուցալուծում կլինի։ Տեսեք, մեր սալդոն ԵԱՏՄ-ի հետ նեգատիվ է, այսինքն մենք շատ ավելի տալիս ենք, քան ստանում ենք։ Դա փաստ է, դա ներկայացվեց նույն վարչապետի կողմից իրենց այդ սամիթի ժամանակ եւ այսպես թե այնպես Հայաստանի Հանրապետության վարչապետը ներկայացրեց հարցերը այնպես, ինչպես որ կան, այսինքն դրանք որոնք են, այսինքն Հայաստանի Հանրապետությունը կատարում է իր արժեվ դրված բոլոր պարտավորությունները այդ կառույցի նկատմամբ եւ այսօր նրա համար շատ տարօրինակ է, որպեսզի տարօրինակ է տեսնել, թե ինչպես են հարցականի տակ դնում նրա լինել չնելու հարցը մի կողմից եւ մյուս կողմից գործընկերներից մեկը անունը այսպես այնպես չնշեց, դա բոլորն հասկանում են Ռուսաստանի մասն է խոսքը, սանկցիաներ է կիրառում, որոնք ոչ մի կերպ չեն համապատասխանում որևիցե ինչ-որ մի իրականության, որ պետք է դա կիրառել։ Այսինքն դրանք գործողություններ են, որոնք միտված են ընդհանրապես ճնշում գործադրելու համար։ Դա բոլորս հասկացանք։ Հիմա մյուս կողմից մտածել թե Հայաստանի Հանրապետությունը ինչ պետք է անի, Հայաստանի Հանրապետությունը այսօր անում է կատարում է իր բոլոր գործառույթները, ինչ է ուզում դրանից ավել նա անի։ Այսօր նա եթե ուզում են այդ ODKB կոչեցյալից հեռացնել, Հայաստանը ինչպես տեսնում եք դա չի անում, դա միտված քաղաքականություն է, մենք երբևիցե ոչ դուրս են գալու ODKB-ից ըստիս, ոչ դուրս են գալու ԵԱՏՄ-ից, ինչու, որովհետև մենք այսպես թե այնպես ինչ որ մի բան այնպես չենք արել, որպեսզի մենք դուրս գանք կամ մենք ինքներս այդ որոշումը կայացնենք, իսկ այն դեպքում, երբ որ նրանք այդ որոշումը կայացնեն, նրանք պետք է նաև դա արդարացնեն։ Եվ երբ որ վարչապետը խոսում էր այդ կառույցների վախճանի մասին, ես առավել քան համոզված եմ, որ նույն այդ ODKB-ի դեպքում դա նրա վախճանի սկիզբն է հանդիսանալու, որովհետև այստեղ ամբողջ աշխարհով մեկ արդեն պարզից էլ պարզ է դառնալու, որ այդ կառույցը, որը միտված է ՆԱՏՕ-ին հակակշիռ կամ չգիտեմ ինչ-որ կառույց լինելու, դա փուչիկ էր եւ որը արդեն պայթում է, որովհետեւ Կովկասում գտնվող ամենակարևոր հանգույցներից մեկը Հայաստանը դուրս է եկել կամ նրան դուրս են հանել այդ կառույցից այդ մեկ եւ ԵԱՏՄ-ի դուրս գալու մասին եւս վարչապետը խոսեց, դուրս գալու դեպքում այդ կառույցի լրջության կամ լինել չլինելիության հարցը ինչ խոսք այստեղ եւս քննարկելի է, որովհետեւ այն պահին, երբ որ Պուտինյան Ռուսաստանը ամենք է փորձում է իր կողմից ստեղծված այդ պսևդո կառույցները, որոնք միտված են հակակշիռ լինելու միջազգային այլ կառույցների, նրանք փոխանակ դրանք լավարկելու իրենց անդամներ են այդ կառույցից դուրս անում, ինչպես եք ուզում, որ նա միջազգային արենայում իր տեղը պահի եւ վերջ-վերջո տնտեսական առումով զարգացում ապահովի, երբ որ լրիվ անարդարացի կերպով ոչ մի տնտեսական ցուցանիշ հաշվի չառնելով դուրս անեն Հայաստանին այդ կառույցի կազմից։ Ըստիս նրանց դա հետաքրքիր չէ, սա ընդամենը շանտաժ է, որտեղ նրանք կարծում են, որ կարող են ինչ-որ պլյուսներ քաղել, ինչ-որ բաներ ունենալ։ Ես նույնիսկ համոզված եմ, որ նրանք նույնիսկ հասկանում են, որ այս գործընթացը կասեցնել հնարավոր չէ
միակ բանը, որ հնարավոր է անել, դա ինչքան հնարավոր է երկարացնել, չմոռանանք նաև չխոսեցինք մենք նաև այդ ռուսական երկաթգծի դերի մասին, հա, որը եւս նրանք օգտագործելու են, որպեսզի TRIP նախագիծը ինչքան կարելի է դեմ աշխատել, որպեսզի դա չիրականացվի, տեսեք, շատ պարզ բան է այստեղ կատարվում։ Երկու բան կա ըստիս, շատ պարզ։ Առաջի բանը դա այն է, որ նորմալ քաղաքակիրթ աշխարհը այլընտրանքային ճանապարհ է գտել Կովկասով, որը շրջանցում է Ռուսաստանը, ինչպես եւ ասացի սկզբում, եւ այդ ճանապարհը ապահովելու է Եվրոպա-Չինաստան ուղիների այլընտրանքային մի հնարավորություն, որը այսօր ստեղծվել է։ Մեկ դա շատ կարեւոր փաստ է, որը Ռուսաստանին հանում է այդ մոնոպոլ իրավիճակից, հա, որովհետև մինչև այժմ այդ ճանապարհները հսկում են Ռուսաստանի կողմից եւ այսօր առավել քան երբեք Ռուսաստանը համարվում է ոչ վստահելի գործընկեր միջազգային հանրությունում, դա փաստ է։ Եվ երկրորդ ըստիս Հայաստանը վրա ներողություն, Ռուսաստանը կորցնում է Ադրբեջանի վրա Ադրբեջանին ճնշում ենթարկելու Հայաստանի միջոցով իր լծակը։ Այս խաղաղության պայմանագիրը, որը կնքվել է, որը նախաստորագրվել է եւ որի բոլոր պայմանները կան, որպեսզի այն լավարկվի, որովհետեւ չպետք է մոռանանք նաեւ, որ օրինակ օրերս նախագահ Ալիևն ու Թրամփն են զրուցել դրա շուրջ եւ ես կարծացի, թե ինչպիսի, այսպես ասենք, քաջալերանքով էր խոսում Ալիևը Թրամփին, թե ինչքան բան է արված իրենց կողմից եւ ինչքան իրենք ուրախ են այդ միջանցքի զարգացմամբ, այդ TRIP կառույցի զարգացմամբ, եւ վերջ-վերջո Ռուսաստանը կորցնում է նաեւ այդ լծակը, հա, հակազդելու եւ կոնֆլիկտայնություն ստեղծելու միջոցով Ադրբեջանին միշտ պահելու իր, այսպես ասենք, իր լծի տակ, եթե ինչը որ կար մինչև հիմա եւ դա նրան եւս չի հաջողվում, հիմա այս երկու տեղում էլ նրանք խափանվելու են, ինչպես որ խափանվում են Ուկրաինան։ Պարոն Ավագյան, ձեր գնահատմամբ օրինակ այս օղակը հայ-ռուսական մինչև ուր կձգվի, դուք երկաթգծի հետ կապված, երկաթուղի հետ կապված նշեցիք, ու մենք տեսնում ենք նաև նրանց կողմից հստակ ուրեմն արձագանք, մինչ այս էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր խոսում, որ ի վերջո հարցը թերևս գուցե նաև արբիտրաժային, միջազգային արբիտրաժային դատարան հասնի, մի կողմից մենք տեսնում ենք փաստորեն այս ռուսական ճնշումները, որոնք շատերի գնահատմամբ հենց ուղղված են ոչ թե Հայաստանի, այլ հենց TRIP-ի գործարկման, մի բան, որի հետ չի կարողանում հաշտ լինել Ռուսաստանի Դաշնությունը, համամիտ եք թե ոչ։ Ինչ խոսք, տեսեք, շատ պարզ է պատերազմը, ինչպես եղավ, ինչն էր այդ պատերազմը, ինչն էր արդյունքը։ Ռուսաստանը փորձեց Ռուսաստանը արդեն որոշել էին, հա, որ այդ Սյունիքի միջանցքով, որտեղ իր ներկայությամբ ապահովելու էր այդ հանգույցը, ճանապարհները, կիսելով Հայաստանը երկու մասի, հենց ինքը Ռուսաստանն էր հսկելու այդ ճանապարհները եւ մեկ անգամ եւս մոնոպոլ, հա, Կովկասը մնում էր իր մոնոպոլ տրամադրության տակ։ Հիմա դրա բացակայության պայմաններում բնականաբար դա չի կարող շահավետ լինել Ռուսաստանի համար, որովհետև այսօր ռեգիոնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, առավել քան երբեք, եւ այդ ներկայությունը էլ անկասելի, այլևս անկասելի է։ Հիմա Ռուսաստանը ունի հնից եկած իր ավանդական, հա, իր ավանդական ճնշման գոտիները, իր ճնշման լծակները եւ դրանք ամենավերջին լծակն էլ եւս բանեցնելու են եւ փորձելու են մեզ սավ պատճառել տեսական հողի վրա բնականաբար։ Ուրիշ բան է, որ Միացյալ Նահանգները շատ լավ հասկանալու են, որ դա դիտմամբ է արված եւ շատ սառնասրտորեն շարունակելու են, տեսանք նրանք լավարկեցին նաեւ այդ ֆոնդը TRIP-ի, կրկնապատկեցին նրա ֆոնդը, նրանք շատ լուրջ տրամադրված են այդ հանգույցի կայացման մեջ, հետո վերջ-վերջո բոլորը շատ լավ հասկանում են 75% ունեն Միացյալ Նահանգները այդ TRIP-ի նախագծում, այնտեղ էլ տեղը չկա, որովհետեւ մի այլ միջազգային խաղացողի
ոչ մեկ չի հավատում եւ դա անհնար է մտածել թե Ռուսաստանը կարող է մաս կազմել թրիփի, դա նոնսենս է եւ մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանը փոխանակ համակերպվի, այսպես ասենք, ոչ թե նույնիսկ համակերպվի, այլ իր օգուտը փորձի քաղել նմանատիպ իրավիճակում եւ ադապտացվել հողի վրա իրականության հետ, որտեղ մենք կարողացանք, ի հեճուկս նրա գծած նախագծի, որով նա մի կողմից Ղարաբաղը, այսպես ասենք, ավելի շատ չասենք հանձնեց, բայց ամեն ինչ արեց, որպեսզի անցնի Ադրբեջանի կառավարման տակ վերջնականապես, ոչ մի խոչընդոտ չհանդիսացավ տարհանման մեր հայրենակիցների, բոլորս այդ պատմությունը շատ լավ գիտենք եւ վերջերիչո հենց այդ կոնտեքստում է, որ պետք է դիտարկենք, որ մեզ համար այլևս հետդարձ այդ 9-րդ կետ կա, չէ, պայմանագիրը, կետ 9-րդ կետի, դա երբևէ, այո, որին գիտեք շատ մեծ երջանկությամբ եւ այսպես պատրաստականությամբ պատրաստ է մեր Պուտինյան ընդդիմությունը պարլամենտի, ինչ խոսք, բայց դրանք մենք չեն գալու, որովհետև դա արդեն անցած էտապ է եւ այսօր Ռուսաստանը ինչպիսի ինվեստիցիաներ պետք է անի, Ռուսաստանը ինչպես դա պետք է իրագործի, մենք նույնիսկ մի քանի կիլոմետր RŽD-ի երկաթուղին այսօր պատրաստականությունից բացի դրա հնարավորությունը չունի տնտեսական հողի վրա կարողանալու ապահովել մեզ, այսպես ասենք, միջազգային ստանդարտների երկաթուղիներ 30 տարի նրանք ներկայություն են ունեցել այդ ոլորտում, ինչ է փոխվել 300 միլիոն դոլարի ինվեստիցիա, դա ծիծաղելի բան է 30 տարվա մեջ։ Եվ այսօր հենց այդ մայր կառույցը այսօր կարծեմ թե 50 միլիարդից ավելի պարտքեր ունի եւ հոգեվարքի մեջ մի կառույց է եւ ինչպես եք ուզում որ այդ կառույցը կարողանա կամ բացի որ ուզենա, հա, որ չեն ուզենալու, կարողանա ինչ որ բանով ֆինանսավորել իր Կովկասում գտնվող կառույցին, որպեսզի այն լավարկվի եւ մեզ հնարավորություն տա վերջիվերջո բացվել բոլորին մեր ենթակառուցվածքներով, մեր ճանապարհներով եւ ինչ խոսք, երբ որ Հայաստանի Հանրապետությունը խոսում է բարիդրեացիական ձևով, օրինակ Ղազախստանին հանձնելուն, Ռուսաստանը պատրաստ չէ դրան։ Այն բան է, որ նա այսօր շատ բանի պատրաստ չի, մասնավորապես նրան, որ դրություն է փոխվել հողի վրա, որ իրավիճակ է փոխվել հողի վրա։ Դեռ նախագահ Պուտինը այսօր թերևս չի հասկանում, որ իրադրությունը փոխվել է, իրականությունը այլ է, որ այսօր այդ մեծ Ռուսաստանը, որը կարող էր ու նույնիսկ ուժով, հա, որտեղ նրանց հիմնական բանը դա էր, հա, ուժով հակազդել եւ փորձել ամեն կերպ անել այնպես ինչպես միայն իշահն է թելադրում, նա այսօր չի կարող դրա իրագործել, որովհետեւ դրա հնարավորությունները հողի վրա այլևս չունի։ Ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ երբ որ նա 5 տարի մալը տակմաչկայում է դեռ այսօր գրող տալիս, էլ ոչ մի բան չունի, միջազգային այդ հեղինակության բանը չկա էլ եւս, այլ վախը կամ չգիտեմ այդ բանը, որ Ռուսաստանից պետք է քաշվել, այլևս չկա եւ այսօր բոլոր երկրները իրենց շահը տեսնում են ինչքան հնարավոր է ռուսական կախվածությունից հեռու։ Այսինքն սա աքսիոմատիկ մի երևույթ է, հիմա ուրիշ բան է, թե դա ինչպես մենք կանցնենք, բայց ես ուզում եմ, որ մեր հայրենակիցները իմանան մի պարզ ճշմարտություն։ Դա այն է, որ բացի մեր գեղեցիկ աչքերից կամ մենք որ քրիստոնյա ենք կամ որ մեզ պետք է օգնել, կան այստեղ շահեր։ Եվ այստեղ շահերը Կովկասում շահերը համընկնում են այսօր միջազգային հանրության եւ եվրոպական միության Միացյալ Նահանգների շահի հետ, եւ դա այն է, որ այլընտրանքային ուղիներ ստեղծել, որ Ռուսաստանից կախվածությունից այդ անվստահելի գործընկեր Ռուսաստանից, որը այսօր մի տեսակ գիտեք, մի տեսակ մի հիվանդ մարմինի պես, որին պետք է այսպես տիրապետել, բայց զգուշանալ, հա, որովհետեւ կարող է խենթի պես մի բան կատարվել, չնայած սրանք են Ռուսաստանի տարիները չեն Խրուշչովյան, հա, որտեղ նրանք շատ ավելի պատրաստ էին ունեն դրա հնարավորությունները, այսօր Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ ատոմային էներգիայով վախեցնելը եւս ոչ մի բան չի առաջացնելու, ոչ մի խոչընդոտ չի ռեալ առաջացնելու, որպեսզի միջազգային խաղացողները վախենան իրենից։ Այսօր մենք պետք է ուղղակի հասկանանք, քանի որ կան այդ շահերը ռեգիոնում, որտեղ այդ շահերը միացել են Հայաստանի շահի հետ, այսպես թե այդպես միջազգային հանրությունը մեզ
օգնելու է, որովհետև դրանով օգնելու է նաև իրեն, հա, որովհետև օգնելու է, որպեսզի այդ կառույցը, որպեսզի այդ հանգույցները, որպեսզի այդ ենթակառուցվածքները, այդ ճանապարհները գոյություն ունենան, կայանան եւ որպեսզի կարողանան նաև միջազգային հանրությունը կարողանա նաև Կովկասի հետ ուրիշ տիպի հարաբերություններ զարգացնել, որտեղ դրանք շատ ավելի փոխշահավետ են, քան միջև հիմա, իսկ միջև հիմա ինչ էր կատարվում։ Շահը միայն Ռուսաստանն էր ռեգիոնում, Հայաստանը մասնավորապես եւ Ադրբեջանը եւս, հա, նրանք եւս դա հասկացան ժամանակի ընթացքում, Հայաստանի շահը այսօր ստորադասված է Ռուսաստանի շահին եւ այլևս այսօր նրանք դա չունեն եւ բնական է որ այն իշխանությունը, որը հանդես չի գալիս իրենց շահերի պահպանման եւ ավելի խորացման տեսանկյունից, այլ ընդհանրապես խոսում է Հայաստանի Հանրապետության շահից, ինչը որ այսօր մեր կառավարությունում է, հա, մեր որովհետեւ դա ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը վերջի վերջո, որ ոչ թե Մոսկվայի կողմից ներդրված, եւ ըստ այդմ ես ուզում եմ որ մենք ավելի ստոիկ կերպով սրան վերաբերվենք, շատ ավելի դիմակայուն լինենք եւ չվախենանք ընդհանրապես, որովհետեւ Ռուսաստանի ամբողջ իրենց լեզվով ասած ստավկան դա այն է, որ մեզ վախեցնեն, բայց այլևս իրենք վախենալու չեն։ Պարոն Ավագյան, քանի որ նաև ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից խոսելով նշեցիք, որ Հայաստանը դուրս չի գա այդ կառույցներից, ուզում եմ նաև անդրադառնանք ՀԱՊԿ-ի այդ կառույցի հետ կապված վերջին հայտարարություններին, մասնավորապես ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել օրինակ նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում, Գալուզիներ այդ մասին ուրեմն հայտարարել հիմա փաստորեն ՀԱՊԿ գնալով, այսպես ասած, սխմում է օղակը Հայաստանի շուրջ։ Հայաստանն էլ միշտ ասել է, որ սառեցված է իր հարաբերությունները այդ կառույցում։ Հիմա երբ այսպիսի նաև հայտարարություններ են հնչում, մեծ հաշվով պահը չէ այդ դուռը վերջնականապես փակելու։ Տեսեք, Հայաստանը շատ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը այսօրվա շատ զգուշավոր քաղաքականություն է, որովհետև մենք պատմությունը մեզ ցույց է տվել, որ մենք հարվածներ ստացել ենք, հա, բավականին, սկսած նրանից, որ մենք կարծում ենք, որ ունենք Ռուսաստանի դեմքով ունենք դաշնակից, բայց պարզվեց, որ չունենք, եւ այդպես շարունակ, հա, եւ մյուս կողմից էլ տեսեք, երբ որ Հայաստանի Հանրապետությունը հայացքը թեքում էր այդ նույն պատերազմի ժամանակ կամ երբ որ մեր հայրենակիցները Արցախում բլոկադայի են ենթարկված, Հայաստանի Հանրապետությունը հայացքը թեքում է դեպի Եվրոպական միությունից, Եվրոպական միությունից ինչ էին ասում։ Ասում էին, ձեր դիալոգը Պուտինի հետ պահպանեք։ Նրանք այսօր էլ են դա ասում։ Նրանք ես ասեմ ավելին, Մակրոնը, եթե լինի դրա օբյեկտիվ հնարավորությունը, ներողություն, նա դիալոգի դուրս կգա Պուտինի հետ այսօր, որովհետև նրանք շատ լավ հասկանում են, որ այդ ռեժիմը այսօր դեռ գոյություն ունի, այդ ռեժիմը ունի որոշակի ռիսկեր, այդ ռեժիմը ինքը վնասակարության գործակից ունի, որը մենք տեսնում ենք, մենք ինքներս տեսնում ենք արդեն հողի վրա, եւ նրա հետ պետք է դիալոգել եւ դա խոսում են օրինակ Եվրոպական միությունը, Ֆրանսիան, որոնք գերտերություններ են, հա, կամ գերհզոր կառույց է Եվրոպական միության դեպքում, Հայաստանի Հանրապետությունը փոքր երկիր է, իր հնարավորություններով, իր դեմոգրաֆիայով, իր ունեցած լծակներով, որոնք շատ ուժեղ չեն, եւ Հայաստանի Հանրապետությունը այսօր ոչ միայն պատրաստ չէ, այլ նաեւ չի ուզում իր հարաբերությունները, ինչպես դա մի պահ կարծրացավ այն աստիճանի, տեսեք, հա, Սահակաշվիլի ու Վրաստանը ինչպես է կարծրացել, հա, մենք գնանք պատմությունը նայենք, հա, ինչպիսի իրադարձություններ էին տեղի ունենում։ Ես չեմ ուզում սանով ոչ մի բան առաջ բերել, որովհետեւ նույն սիտուացիան չէ, Վրաստանը Ռուսաստանի հետ ուներ ուղիղ սահման, նրանք պատերազմեցին, վերագրավեցին երկու հողատարածքներ, դա նույն սիտուացիան չէ, ինչպես մեզ մոտ, բայց մենք չունենք ընդհանուր սահման Ռուսաստանի հետ, բայց միևնույն ժամանակ Ռուսաստանը մեզ կարող է վնասներ հասցնել։ Եվ այդ վնասների հասցնելու համար է, որ այսօր մենք վարում ենք շատ բեմ քաղաքականություն։ Հետո վերջի կա մի ուրիշ բան։ Այս բոլոր գործընթացներում մենք ոչ մի բան չենք նախաձեռնել։ Եթե խոսում ենք այդ ՕԴԿԲ կոչեցյալից, որի համար հոգեվարքի մեջ գտնվող մի կառույց է։ Բոլորը դա հասկանում են, նույնիսկ ՕԴԿԲ-ի մեջ գտնվող անդամներն են դա հասկանում, որ սա Ռուսաստանի համար մի այսպիսի մի
անունը կա, ամանումը չկա կառույց է, բայց մենք այդ կառույցում սառեցրել ենք, դրանով ամեն ինչ ասված է, այսինքն մենք այդ կառույցում կանք, բայց չկանք։ Բայց ուրիշ հարց է, որ մենք ինքներս չենք ուզում, որ մենք այդ կառույցից դուրս գանք, որովհետև դա եւս մի մարտահրավեր է, երբ որ դու դուրս ես գալիս այդ կառույցից, չէ՞, դա շատ ավելի, այսպես ասած, շատ ավելի դժվար է դա մարսել, եթե կարելի այսպես խոսել, քան թե դու ինքդ քեզ դուրս հանեն այդ կառույցից, ինչ պատճառներից ելնելով, որտեվ մենք ինքներս բոլորս ասել ենք, որ մենք այդ կառույցից դուրս չենք գալիս, մենք սառեցրել ենք, բայց կան դրան օբյեկտիվ պատճառներ։ Արդյոք մեր պայմանագրային կետերը կատարվել են թե ոչ, դե ես չանադառնամ այդ ամբողջը, ինչքան բոլորս մենք շատ պարզ գիտենք, թե ինչ է կատարվում, եւ նույնիսկ քաղաքական մակարդակով ոչ մի հայտարարություն չեղավ, երբ որ Ադրբեջանը հարձակվեց եւ այս դեպքում Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժեց, ջերմուկը վկա, եւ այս դեպքում մենք ընդհանրապես սառեցրել ենք եւ ըստ իս մեր կողմից վերցնել եւ դուրս գալ նմանատիպ կերպով կնշանակի, որ մենք մի տեսակ մարտահրավեր ենք նաեւ դրանով նետում։ Եվ ես համարում եմ, շատ ճիշտ քաղաքականություն է Ռուսաստանի պատասխանատվության ենթարկել իր իսկ քայլերի առաջ եւ ասել, վերջո չէ, եթե դուք ուզում եք, եթե դուք այդպես եք համարում, օքեյ, շատ լավ, հանեք դուրս այդ դեպքում։ Եթե այդքան խոսում են, այդքան ասում են, այդքան իրենք ամեն օր մատնանշում են, թող իրենք եւ ուրիշ բանը, եթե նկատել են, դրան դեռ չեն անդրադառնում, որովհետեւ այդ դեպքում նաեւ սխալները պետք է ընդունել, չէ՞։ Եթե դու դուրս ես հանում, Հայաստանի Հանրապետությունը եւս կարող է ասել, ահա ինձ դուրս հանեցին այն դեպքում, երբ որ ես իմ պարտավորությունները բոլորը կատարել էի, իսկ նրանք իրենց պարտավորությունները չկատարեցին։ Եվ այդ նույն բանը կատարվում է նաեւ ԵԱՏՄ-ում։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ՕԴԿԲ-ում, նա կատարել է իր բոլոր պարտականությունները, չմոռանանք, հա, նա զորք էր ուղարկում, կարծեմ թե ասիական որ մի պետություն կար, ես մոռացա որ պետության մասն էր խոսքը, որտեղ ապստամբություններ էր պետք, հա, ապստամբություններ եղան, Հայաստանի Հանրապետությունը զորք ուղարկեց, չէ՞, ՕԴԿԲ-ի շրջանակներում։ Հիմա ԵԱՏՄ-ում եւս Հայաստանի Հանրապետությունը կատարում է իր արժեվ դրած բոլոր պահանջները։ Այսօր ԵԱՏՄ-ում Հայաստանի Հանրապետությունը իր տարանցիկ ճանապարհները լրիվ բաց է պահում։ Հիմա նույնիսկ եթե Ռուսաստանը սանկցիաներ է կիրառում, Հայաստանի Հանրապետությունը ի պատասխան դրա ԵԱՏՄ-ն չի փակում կամ ներմուծում արտահանումները չի փակում եւ վերջիվերջո այսօր ԵԱՏՄ-ի համար Հայաստանը ավելի շատ ներմուծող է, քան արտահանող է եւ դրանով ձեռնտու է ԵԱՏՄ-ին։ Հիմա եթե ԵԱՏՄ-ից նրանք ուզում են հանել, նրանք դա արդեն հարցի մի ուրիշ կողմն է եւ բայց այստեղ պետք է նաեւ այդ կառույցի լրջության մասին խոսել, երբ որ դու դուրս ես անում մի անդամի քաղաքական երանգով, ասել կուզի դա քաղաքական մի կառույց է, եթե դա քաղաքական կառույց է, ցանկացած նոր անդամ, որ կուզենա մտնի այդ կառույց, պետք է իմանա արդյոք իրեն քաղաքական որևիցե մի դրդապատճառից ելնելով չեն օգտագործելու այդ տնտեսական կառույցում, անունը դնելով տնտեսական կառույց, անունը դնելով շահավետ, փոխշահավետ ինչ որ մի կառույցում ներկայություն, այնինչ դա ընդհանրապես Ռուսաստանի ձեռքում մի զենք է քաղաքական, որպեսզի քեզ շանտաժի ենթարկի։ Այսինքն դրանով ամեն ինչ ասված է։ Երբ որ Հայաստանն է դուրս գալիս, այդ դեպքում Հայաստանը ինքն է ընտրում իր ապագան, հա, շատ հեշտ է Ռուսաստանի համար ասելու դե նրանք վեկտորը փոխեցին, նրանք գնացին Եվրոպա, մեզ թողեցին, ընտրեցին։ Այո, դրանք դրթում են մեզ դրան այսօր։ Այսինքն մենք որևիցե ընտրություն այսօր չենք ուզում կատարել։ Բոլորը շատ լավ հասկանում են, սկսած ռուսներից, որ եվրոպական միության մտնելու գործընթացը դա տասնամյակների գործընթաց է եւ վերջում չգիտենք մի բան դուրս կգա թե ոչ։ Թուրքիան վկա, հա, ասա 30 տարի է Թուրքիան Եվրոպա է մտնում, դեռ չի մտել, չեմ էլ կարծում որ նա կմտնի, չնայած նա մտելուց 10 պակաս է, որտեղ բոլոր տնտեսական լծակները եվրոպական միության հետ գործում են շատ լավ եւ իմիջայլոց այստեղ է շատ կարեւոր մի մեջբերում անել։ Այն պայից սկսած, երբ որ Թուրքիան կարողացել է իր միջազգային բոլոր առևտրային հանգույցները գցել Եվրոպային, նա իր համախառն արդյունքը բազմապատկել է 4-ով, հա, Եվրոպայի հետ համագործակցելուց ի վեր։ Այսինքն այդ նույն բանն էլ մեզ է սպասում Թուրքիա-Հայաստան սահմանի բացումից հետո, որը սարերի հետևում չէ։ Այսինքն ես ինչ եմ ուզում սրանով ասել, որ այսօր մենք բոլորս պետք է շատ լավ հասկանանք, որ մենք ինչ ունենք անելու մի պետության դեմ, որը մեզ ինչ-որ բաներ է պարտադրում։ Ամենաշատ հանգիստ առանց նյարդերի, որտեղ այս ամբողջը դրված է նյարդերի վրա, այսինքն դրված է
դրա վրա, որ Հայաստանը տեղի տա, որ Հայաստանը ինքն իրեն որոշի ինչ-որ ընտրություններ կատարել։ Մենք ընտրություն չունենք կատարելու։ Մենք Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանից չի հեռանում։ Հայաստանի Հանրապետությունը վեկտոր չի փոխում։ Հայաստանի Հանրապետությունը ընդամենը իր կախվածություններն է վերացնում եւ դա այսօր արդեն փաստ է վերացնում Ռուսաստանից, որովհետեւ այդ կախվածությունների պատճառով որ մենք ունեցանք կորուստներ, այդ կախվածությունների պատճառով որ մենք ունեցանք զոհեր, այդ կախվածությունների պատճառով որ մենք պարտեցինք պատերազմում, այդ կախվածությունների պատճառով է որ այսօր Ռուսաստանն է որ մինչ օրս հիմա ցավոք Ռուսաստանի համար եւ այդպես չէ եւ այսօր Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է վերջի վերջո, որը ինչքան էլ որ դա դժվար լինի, պետք է իր որոշումները կայացնի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։ Որոշումները այլևս Հայաստանի վերաբերյալ չեն կայացվելու Մոսկվայում։ Որոշումները այլևս չեն կայացվելու Ռուսաստանի շահերի համապատասխան։ Շնորհակալ եմ պարոն Ավագյան զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում էի Ֆրանսա հայ հասարակական գործիչ Արման Ավագյանի հետ։ Կհանդիպենք։